Եթերում Սուրենքյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենքյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Թերևս նկատել եք, որ ապրիլի 27-ից խանութներում կատնամթերքը տարբեր դարակաշարերում են դասավորում։ Առանց կատնային ճարպի փոխարինիչի կատնամթերքը տեղադրվում է կանաչ, կատնային ճարպովը նարնջագույն դարակաշարերում, որոնց վրա նաև այդ մասին վկայող պարտադիր տեղեկատվական պիտակներ պետք է լինեն, այլապես տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի։ Համաձայն եք, շատ լավ նախաձեռնություն է, որը թույլ կտա սպառողին առանց ժամանակ ու նյարդ վատնելու գտնել իր նախընտրած կատնամթերքը։ Հիմա կասեք, եթե լավ նախաձեռնություն է, Սուրենքյունը ինչու է անդրադառնում։ Ճիշտ եք, բայց թեման ոչ թե ապրիլի 27-ից ուժի մեջ մտած, այլ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մեկ այլ փոփոխությունն է։ Ըստ որի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն կսահմանվի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը սպառողին տեսանելի վայրում։ Չեմ էլ հիշում, թե քանի անգամ ենք անդրադարձել սպանդանոցների թեմային, ներկայացրել անասնապահների եւ մսավաճառների դժգոհությունը, որոնք ոչ վաղ անցյալում մակցիաներ էին իրականացնում, չցանկանալով մորթը կազմակերպել սպանդանոցներում։ Թարմ օրինակը անցած տարեվերջին սննդի անվտանգության տեխնիկական մարմնի շրջայցին հաջորդած մսավաճառների եւ ոստիկանների միջև բախումներ։ Իսկ ինչու են դժգոհում։ Որովհետեւ լուծված չէ սպանդանոցների սփռվածության եւ հասանելիության հարցը, հետեւաբար պահանջվում են հավելյալ ծախսեր։ Ոստացվում է, որ մայիսի 27-ից ուժի մեջ մտնող նոր խստացումներով գործադիրը փորձում է սպանդանոցները աշխատեցնելու հարցը բարթել խանութ-բանների վրա։ Բա այն ինչու են զարմանում, երբ հանրության միստվար հատված կառավարությանն ու նրա ստորաբաժանում սննդի անվտանգության տեխնիկական մարմնին քննադատում է տուգանքը աշխատավոճ դարձնելու համար, որ բացարձակ չեն հետաքրքրվում տնտեսվարողների խնդիրներով, որ ընդհանրապես օրենքներն են անգիրանում բյուջեն լցնելու նպատակադրությամբ։ Տնտեսվարողները հետադարձ կապ չեն պահում խնդիրների կարգավորման համար, այլ ընդհանրապես խորհուրդ են տալիս բողոքարկել դիմել դատարան։ Եվ առասարակ, մարդիկ չեն հասկանում, թե ինչու է գործադիրը հաճախ ընդունում որոշումներ, որոնք ծանր պայմանների մեջ են դնում հազարավոր մարդկանց։ Ներկայացնում եմ Նայիրի Մուրադյանի «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» տեսանյութը։ Մսավաճառները տեսախցիկ են տեսնում, թե չէ, մի մարդու պես իրար նշան են անում, ձայն տալիս միմյանց։ Նկարահանողներ են եկել։ Մի մսավաճառն իր տարածքն է թողնում հեռանում, մյուսը սեփականատիրոջն է կանչում տեսախցիկի առջև խոսելու, երրորդն էլ հրահանգում է չնկարել։ Մսավաճառներին հարցնում ենք, տեղյակ են, որ շուտով սպանդանոցային մսի համար պահանջվող 5-րդ ձևի փաստաթուղթը պետք է տեսանելի վայրում փակցված լինի, որ հաճախորդը տեսնի, վստահ լինի, որ մորթը սպանդանոցային է, ոչ թե բակային։ Մսավաճառներից ոմանք բջջայիններում սկսեցին օնլայն տարբերակով 5-րդ ձևի փաստաթուղթ փնտրել։ Մի քանիսն էլ թե վաճառակետի սեփականատիրոջ մոտ են թղթերը։ Դժվար բան չէ, հեռախոսներից մեջ կա, կարանք տպենք, հանենք կպցնենք։ Սա տվել են ամսի 28-ին։ Սա վերջին օրն է։ Վաղ արդեն պետք է թարմացվեն ամեն։ Մի քանի վաճառքի կետերով շրջեցինք, հարց ու փորձ արեցինք։ Ինչ է փոխվել 4 ամիս առաջ տեղի ունեցած դեպքից հետո։ Հիշում եք, սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները տեսախցիկների առջև մսի պասաժներից սկսեցին տավարի խոզի մսեղենը հավաքել ու լցնել մեքենաները, թե շատերը 5-րդ ձև չունեն, մսի մեծ մասն էլ տարբեր եղանակով է մորթի ենթարկվել, եկել են հավաքեն, տանեն, ու սկսվեց մսավաճառներ, ոստիկաններ, ձեռնամարտն ու քաշքշոցը։ Խիստ անընդունելի մոտեցում է, թեկուզ այդ կենթանումից սպանդանոցային փաստաթուղթ չուներ, կարող էին որոշակի փոքր գումարով տուգանել կամ ինչ-որ նկատողություն եւ այլն, բայց պետք չէր այդ միսը արգրավել եւ ոչնչացնել։ Կառավարությունը հիմա ավելի է խստացնում մսավաճառությամբ զբաղվող տնտեսվարողների, ֆերմերների բիզնես գործունեությունը, զգուշացնելով, որ մայիս ամսվա ընթացքում, մասնավորապես մայիսի 27-ից, աչքն ավելի ուշադիր է պահելու մսավաճառների առևտրային կետերի վրա։ Չունեցան 5-րդ ձևի փաստաթուղթ, ասել է թե մսի մորթի դրա տեղափոխման մասին փաստաթուղթ, որ այն իրականացվել է սպանդանոցում, վարչական տուգանքի կենթարկվեն։ Խորենացի փողոցում գտնվող հայտնի մսի վաճառքի կետերում ոչ բոլոր դեպքերում է, որ սպառողները, քաղաքացիները պահանջում են 5-րդ ձևը։ Շատերի համար կարևոր է թե մորթը որ օրն է իրականացվել եւ ստուգում են մսի թարմությունը։ 1000-ից մեկ այսօր եմ եկել շատ եմ հասկանում
5-ն ու 10։ Գիտեք ինչ մասն եք ասում։ Ուղղակի առնում եք գնում եք։ Այո, իմ ընկերներն են չեն խափում երբեք։ Պահանջում եմ, նայել եմ, նոր եմ գնել։ Կառավարությունը ավելի է սեղմում բիզնես գործունեությամբ զբաղվող, մսավաճառ, մսիրացմամբ զբաղվող տնտեսվարողների օղակը։ Շատերը կողմ են օրենքի շրջանակում աշխատել։ Մեծ այդ զրույցում մսավաճառները անասնապահ ֆերմերները հաստատեցին, բայց ասում են անասունը սպանդանոցային պայմաններում մորթել, շուկա հասցնել, ապրանքն իրացնել այս շղթան ամբողջական չէ։ Իրանք խելքերը չի հասնի։ Մենակ տուգանելով չեն, որ տուգանեն, դոր մեջ իշ կա, որ տուգանեցին, ինչ պետք է անի վերջերը։ Պրոստը կան խորհրդակցեն, սենք ինչ ենք, քանի համայնք է։ Ունենք սպանդանոց։ Անընդհատ նույն բանը կսենք։ Իրականում ինչ խնդիրների են բախվում այս բիզնես գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները։ Նախ անասնապահությամբ զբաղվող շատ համայնքներում սպանդանոցներ չկան, եւ գյուղացին անասնապահը պետք է ծախս կատարի, բեռնատար վարձի, անասունը բարձի եւ հասցնի սպանդանոց, անցնելով մի քանի տասնյակ կիլոմետր։ Անասունն էլ այդ ընթացքում քաշից ընկնում է, երբեմն էլ հենց սթրեսի ենթարկվելու պատճառով, բեռնատարով տեղափոխվելու ընթացքում։ 300 կիլոնոց ցուլը կոմից հարիկը հանեն դուս, մեկ երբ հազիվ կմորտեն դեղ։ Այդ ցուլը ով կրա բառնա, այդ մեքենան սենք հասցնե սպանդանոց։ Չկա այդպես բան։ Լաչինի միջանցք կոչվող հատվածն է։ Գյումրիում հենց այս առևտրային հատվածում են իրացնում մորթած անասուններին, որ մսավաճառին մոտենաց դժգոհում է։ Չեն կարողանում իրացնել ապրանքը։ Թանկ է մսի գինը նստում վաճառողի վրա։ Մինչև սպանդանոցից բերում վաճառակետ են հասցնում, ապրանքի գինը բարձրանում է։ Հիմա Լաչինի միջանցքում քիչ մսավաճառների կարող ես տեսնել։ Շահավետ բիզնես չէ, ասում են։ Եթե եղնի սպանդանոց ու կամ սպանդանոց ունենա իրան, մեքենան սենք կասը ժողովուրդ ջան, կա մեքենան, դիմենք, կան իրանք բառնան տաների գուրիշ է։ Բայց եթե գմնա անասունի տիրոջ վրան, անասունի տերը չի կրա հասցնել սպանդանոցը։ Իջևանի ենթադրենք Աչաջուր գյուղի մոտ ամենամոտ սպանդանոցը Օձունում էր գտնում ու եթե որևէ մեկը երբևէ անասուն պահել է եւ փորձել է խոզ բարձել բեռնատար եւ տանել դեպի սպանդանոց, կհասկանա դա ինչ դժվար ծանր աշխատանք է։ Պատկերացնում եք ամբողջ Շիրակի մարզը չունի անասնամորթի համար նախատեսված առաջարկվող գլխաքանակի չափ սպանդանոց, որպեսզի ֆերմերը կարողանա անասունի միսը օրենքով, կարգով մորթի շուկա հասցնի։ 1-2 գործող սպանդանոցի մասին է Շիրակի մարզպետարանի գյուղ ոլորտի պաշտոնյան խոսում։ Դրանք էլ գյուղական համայնքներից շատ հեռու են եւ պարզ է, որ ֆերմերն այդքան ճանապարհ չի կտրի անցնի անասունին սպանդի ենթարկելու համար։ Մարզում կա ծառայություն մածող 2 սպանդանոցներ, որոնք կառուցումից հետո որոշակի ժամանակ աշխատել են, այժմ չեն աշխատում, մենք եւս աշխատանքներ տանում ենք, որպեսզի դրանք վերագործարկվեն ու սկսեն իրենց աշխատանքները։ Երբ որ դու ունես ընդամենը 34 հատ սպանդանոց կամ թեկուզ 70 հատ, որից աշխատում են 34-ը, եւ ֆերմերների համար մեծ դժվարություն է 1 հատ խոզը բարձել տանել 40 կիլոմետր հեռու, 1 օր սպասել, այդ խոզը մորթեն, լաբորատոր փորձաքննություն ենթարկեն, հետո նորից այդ խոզը ինքը վերցնի, այդքան ճանապարհ անցնի, մենակ այդ գնացած եւ հետեկած ճանապարհածախսը այդ խոզի արժեքը չի փակելու։ Անցած տարեվերջին կառավարությունը գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման նոր արտոնություններ սահմանեց։ Մոդուլային կամ շարժական սպանդանոց ձեռք բերելիս կանխավճարի 80%-ը պետությունն է սուբսիդավորում։ Հանրապետությունում գործում է 6 շարժական սպանդանոց, 4-ը Արմավիրի, 1-ը Արագածոտնի, մյուսը Լոռու մարզերում։ 10-15 շարժական սպանդանոցով հնարավոր կլիներ այդ հարցը ամբողջությամբ լուծել։ Ամբողջ հանրապետությունը 10-15 սպանդանոցով, որ քաղաքներում կան սպանդանոցներ աշխատող, այդ քաղաքներ չմտներ, մանր բնակավայրեր մտնելու դեպքում, որ գյուղացիները նախապես ենթադրենք իմանալով, որ 3 շաբթի օրեր տվյալ շարժական սպանդանոցը հաճախելու է այդ գյուղապետարանում նախապես կամ application նման մի բան սարքեին, նախապես հերթագրվեին, որ այդ սպանդանոցը գար տեղում մորթ աներ եւ գյուղացու հոգսը կթեթևանար եւ սպանդանոցները գումար կաշխատեին։ Տարիներ շարունակ սպանդանոցային բիզնես գործունեությունը հանրապետությունում չի ստացվում։ Շատերը վարկ վերցրեցին, սպանդանոց կառուցեցին, բայց արիուտես չաշխատեց այդ բիզնեսը եւ մարդիկ ստիպված այդ շինությունները վերածեցին ավտոտնակների, ավտոլվացման ու տարբեր առևտրային կետերի։ Երբ որ օրենքը մնում է թղթի վրա, այսպես է լինում,
որ ցանկացած այդ խրախուսման դեպքում չհետևելու նորմալ այդ ցիկլը ամբողջ արժեշղթան չփակելու դեպքում ինքը կեսից վերաճելու է ինչ-որ բանի, կարող է դառնալ բուտկա, կարող է դառնալ խանութ։ Բացի այդ, պատշաճ վերահսկողություն չի իրականացում նաև մսավաճառների կողմից 5-րդ ձևի ձեռքբերման գործընթացում։ Հնարավոր է չէ, որ դրանք սպանդանոցների սեփականատերերը զարտուղի ճանապարհով վաճառեն մսավաճառներին, ասում են մասնագետները։ Պնդում են, պետական մարմինները թերի են աշխատում։ Գյուղացուն, ֆերմերին, մսավաճառին ու սպանդանոց կառուցողին ճիշտ խորհրդատվություն չկա։ Շղթան հենց այդտեղ է, որ կտրվում է ու գործն էլ կիսատ մնում։ Օրենքի նման խախտումներ բնականաբար լինելու են, որտեղ գայթակղությունը մեծ է այդ թուղթը վաճառելու 5000-10000 դրամով սպանդանոցի տերը տեսնելով որևէ վերահսկողություն չկա, փորձել է նաև այդ թղթերից վաճառի, որ դրանով մի քանի հարց կլուծվի եւ խանութի մթերման հարցը կլուծվի եւ գյուղացին կազատվի այդքան գլխացավանքից եւ ինքը ավելյալ գումար կաշխատի։ Եվ դեռ չէինք պատրաստել ռեպորտաժը, երբ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ պետի պաշտոնից հեռացել է Արմեն Դանիելյանը։ Աշխատանքից ազատման դիմումն անձամբ է գրել, այդ պաշտոնում աշխատելով մինչև կես տարի։ Մանրամասներ ՍԱՏՄ-ն չի հայտնել, ինչու է Դանիելյանը հեռացել այդ կառույցից։ Լրատվամիջոցները գրեցին, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել եւ հնարավոր է անգամ քրեական վարույթ նախաձեռնեն։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Առողջապահության ազգային ինստիտուտը վերջերս հրապարակեց Առողջություն եւ առողջապահություն 2024 տարեգիրքը, որում տեղ գտած երկու տվյալ մտորելու լուրջ տեղիք են տալիս։ Խոսքը համակարգից բժիշկների արտահոսքի մասին է։ Ըստ այդմ, անցած 2 տարում առողջապահական համակարգը լքել է ավելի քան 1300 բժիշկ եւ բուժաշխատող։ Եթե ավելի ստույգ լինենք, ապա 2022-ին բժշկական բոլոր ուղղություններում ներառյալ ատամնաբույժերը ունեցել ենք 15061 բժիշկ, իսկ 2023-ին այդ թիվը 13943 է եղել, այսինքն 1 տարում աշխատանքից դուրս է եկել 1118 բժիշկ։ Ինչ վերաբերում է միջին բուժանձնակազմին, 2022-ին բուժաշխատողների թիվը 16323 է եղել, 2023-ին 193-ով պակաս։ Փորձագետների գնահատմամբ երևույթը խիստ մտահոգիչ է, հատկապես որ արձանագրված անկումը ոչ թե հարյուրներով է, այլ հազարով։ Զուգահեռ նվազել է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների թիվը։ Ու եթե այս միտումը պահպանվի, կարճ ժամանակ անց հիվանդներին բուժող չի լինի։ Մի կողմից իհարկե ուրախալի է, որ քիչ մարդ է դիմում բժշկական համալսարան, մտածում ենք, թե դիմողների մեծ մասը սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե ստիպված, ծնողների որոշմամբ կան այլ հանգամանքից ելնելով են դիմում, հետևաբար գոնե որակը ապահովված կլինի։ Սակայն որքան էլ մեծ լինի բժիշկ դառնալու ցանկությունը, եթե աշխատանքի համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ, վաղ թե ուշ նրանք արտագաղթելու են ու ձեռք բերած հմտությունները այլ երկրներում են կիրառելու։ Իսկ ով է այդ պայմանները ստեղծողը։ Դե իհարկե պետությունը։ Վերջին մի քանի թողարկումներում ներկայացրել ենք առողջապահության նախարարության անհաջող նախաձեռնություններն ու դրանց տխուր հետևանքները։ 7 չափիր, մեկը կտրիր ասվածն այս ոլորտի ղեկավարների համար չէ։ Հապճեպ որոշումները կոլապսի առաջ են կանգնեցրել մի ամբողջ համակարգի։ Իբր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կապում են հիվանդանոցների ղեկավարների թևերը, պետպատվերին հատկացվող գումարները չեն բավականացնում այդ ծրագրի լիարժեք իրագործմանը, այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Իսկ հետևանքները մարդիկ իրենց մաշկի վրա զգալու են արդեն տեսանելի ապագայում։ Ասում են, համակարգն ու երկիրը քանդելու համար շատ բան հարկավոր չէ։ Ընդհանրապես պատասխանատու պաշտոններին պետք է նշանակել ոչ կոմպետենտ մարդկանց։ Այն, ինչին ականատես ենք լինում այս ոլորտում, հենց սրա ապացույցն է։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք Հիպոկրատի երդման ծանր տրշումը։ Բժիշկը լքում է պոստը, պակասում են մեր երկրի բժիշկները, հանում են սպիտակ խալաթը, ոլորտում մնալն ու դիմակայելը մարտահրավեր է դարձել։ Մյուս ոլորտներում ավելի ձեռնտու աշխատանքներ կան մինչև 10 տարի կրթված բժիշկների համար։ Հետ վերադարձնել, եթե միայն համակարգը փոխվի, բա Հիպոկրատի երդումը։ Մեր երկրի բժշկական կադրային ներուժն է, տվյալները առողջապահության ազգային ինստիտուտի վերջին տարեգրքից են։ Տեսնում ենք 2022-ին բոլոր մասնագիտություններով ներառյալ ատամնաբույժները ընդհանուր 15061 բժիշկ են ունեցել։ Միջին բուժանձնակազմի թիվն էլ 16323 է եղել, սակայն արդեն 2023-ին այս թվերը դարձել են համապատասխանաբար 13943 եւ 16130, ասել է թե ընդամենը 1 տարվա ընթացքում Հայաստանում բժիշկների թիվը պակասել է ավելի քան 1118-ով։ Միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։
Սրտի վիրաբույժ Վահե Գասպարյանը ոլորտը լքած բժիշկներից մեկն է, միջազգային փորձառությամբ մասնագետը սիրելի աշխատանքից հրաժարվել է, որովհետև առողջապահական համակարգից օգնություն չի տեսել, ընդհակառակը խանգարել են։ 44-օրյա պատերազմի օրերին Սիսիանի Զանգեզուրի կայազորային հոսպիտալում ծառայելով տեսա եւ համոզվեցի, որ համակարգը ամբողջությամբ պիտի փոխվի, որովհետեւ առողջապահության համակարգը այդ գլոբալ պետական համակարգի բաղկացիչ մասն է եւ միջև դա չլինի, ես իմ ոլորտում ինձ պահանջված եւ գնահատված չեմ զգա։ Մեր երկրի առողջապահական համակարգի գլոբալ խնդիրները բժշկի համոզմամբ առաջացել են դեռ հեռավոր 90-ականներից, երբ որոշ բուժ հաստատություններ սեփականաշնորհվեցին, դառնալով սուպերմարկետի օրինակով աշխատող կառույցներ։ Ներդրեցի վիրահատություններ, որոնք առ այսօր Հայաստանում միջև դա չէին արվում, զարկերակային եղանակով շունտավորում, դորի վիրահատություն։ Ես հեղինակ եմ մի քանի եղանակների փականային վիրաբուժության, բայց գիտեք, այն ամենը ինչ ես արեցի, դա իմ անձնական էնտուզիազմի համառության շնորհիվ էր, համակարգի կողմից օգնություն չկար, որովհետև օգնություն նշանակում է նաև ներդրում։ Գնահատված չլինելուց բացի մեր առողջապահական համակարգում էլի խնդիրներ կան, ընդ որում ոլորտի փորձագետների պնդմամբ անթիվ անհամար ու ավելի լուրջ։ Առողջապահության կազմակերպիչն ասում է, ոլորտը հիմա խորը ճգնաժամի մեջ է, այդ պատճառով էլ ընդամենը 1 տարում 1100-ը գերազանցող Հիպոկրատի երթվյալներ են ըստ էության դրժել երթումը։ Նախ ամենասկզբից բժշկի խոցելի աշխատանքի պատկերը։ Տեղամասային բժիշկները աշխատում են եւ վարձատրվում են ըստ կցագրված ազգաբնակչության։ Կցագրված ազգաբնակչության հաշվարկով ենթադրենք թող լինի միջինում 180-ից կամ թմկահարվող մինչև 240,000 աշխատավարձ։ Եկեք դրա հետ հաշվենք այն, որ բժիշկը երբեք չի եղել ժամով աշխատող մասնագետ։ Բժիշկը ամենախոցելի խավն է այն իմաստով, որ մեր աշխատանքը կարելի ասել շուրջօրյա է, արտաժամյա աշխատանքը չափից ավել շատ է։ Եվ դրա համար բնականաբար չի վարձատրվում։ Եթե Եվրոմիության նույն երկրներում մեկ բժշկին բաժին է ընկնում 2 միջին բուժաշխատող, ասենք բուժքույր, մանկաբարձուհի, ապա մեր մոտ մեկ բժշկին մեկ բուժաշխատող է միջին բաժին ընկնում, ինչը իհարկե ծանրացնում է առողջապահության համակարգի գործը։ Ըստ առողջապահության կազմակերպչի այս բոլոր հանգամանքները հենց այդպես էլ առաջացնում են գերհոգնածություն, մասնագիտական այրում, որոնք էլ ընկճում են բժշկի դիմադրողականությունը։ Հիմա թվայնացվող առողջապահության մասին, որն էլ ըստ փորձագետների դարձել է բժիշկների վերջին ամիսների գլխավոր գլխացավանքը։ Բժիշկը առավոտյան զարթնում է, բացի նրանից, որ ինքը մտածում է իր սոցիալական հարցերը ոնց լուծի, մտածում է հարակից տեխնիկական հարցերը ոնց լուծի։ Առողջապահական ոլորտի այսպես կոչված բարեփոխումները, որոնք իրականացվում են, ընդհանրապես հաշվի չեն առնվում առողջապահական ոլորտի մասնագետների թե կարգավիճակը, թե խնդիրները, թե այդ բարեփոխում կոչեցյալներից հետո առաջացող հետևանքները։ Ուզենք թե չուզենք, նա այդ աշխատանքը խիստ փոխկապակցված է փաստաթղթաշրջանառության հետ, փաստաթղթերի վարման հետ, էլեկտրոնային առողջապահության համակարգի շարունակական ներդրման, բուժհաստատություններում սեփական էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ այդ թղթաբանությունը ժամանակի ընթացքում պետք է վերանա։ Տարիք է գալիս, երբ որ եւ լեզուն է դժվար սովորել, եւ նոր հմտություններ ձեռք բերելն է դժվար։ Այսինքն, եթե մահակը դնես, ենթադրենք միջին տարիքի թերապևտի գլխին, ասես, չէ, պետք է սովորես այդ առողջապահական համակարգից օգտվելը։ Դրանից ոչինչ չի փոխվելու։ Բայց ամեն դեպքում, որ մեր բժիշկները մշտապես բարելավեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, բուժծառայությունների որակն էլ բարձրանա։ 1 տարի առաջ գրեթե այս օրերին Հայաստանում ներդրվեց նաև բուժաշխատողների լիցենզավորման համակարգը։ Ճիշտ 12 ամիս անց, թեպետ մինչև անհատական լիցենզիայի պարտադիր ստացման վերջնաժամկետը դեռ տևական ժամանակ կա, բժիշկները բազում բողոքներ են ներկայացնում, դրանք կոնկրետ օրինակներով հիմնավորում։ Լիցենզավորումը իրենից ներկայացնում է նաև բանավոր քննություն։ Բանավոր քննությունների որակի ապահովումը հարցաթերթիկներին հետաքրքիր է իմանալ ով է հետևել։ Վերջի թարմ դեպք եմ ասում, սրտաբանության քննությունը մարդը չի կարողանում լինելով բարձրակարգ մասնագետ 4 անգամ այդ քննությունը ստանալ դրական։ Ինչու՞։ Որովհետև հարցաթերթիկը, ուղեցույցը, որը տալիս են իբր կցված եւ հարցերը մեկը մյուսին չեն համապատասխանում։ Լավ բժիշկները միշտ ավելի զբաղված են լինում, նրանք ժամանակ չեն ունենում վերապատրաստումների օրինակ մեկնել,
մասնավորապես Հայաստանից դուրս կամ գիտաժողովներին հանդես գալ եւ ինչ որ հետազոտություններ անել, որը անընդհատ պիտի բարձրացնի նրանց մասնագիտության կատարելագործվի, մակարդակը բարձրացվի եւ շատ ուղղակի հանդես շատ սունկ կազմակերպություններ են ծնվում Հայաստանում, որոնք իբր թե ապահովում են համապատասխան դասընթացներ։ Ոլորտում իսկական խառնաշփոթ է, մասնագետներն ընդգծում են այս իրավիճակում հրատապ լուծումներ չառաջարկելն ու դրանք գործարկելը միայն խորացնելու են ճգնաժամը, եւ գուցե օրերից մի օր հայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն անհնար դառնա շատ խնդիրներ լուծելը, թերություններ շտկելը։ Ի վերջո սա ուղիղ մարդու առողջության հետ է առնչվում։ Իդեպ հատկանշական է, որ Առողջապահության ազգային ինստիտուտի նույն տարեգրքում նշվում է, որ հիվանդանոցներում հստակ ֆիքսենք հիվանդանոցներում ներառյալ առողջապահության առաջնային պահպանման օղակում աշխատող բժիշկների թիվն ավելացել է։ Փորձագետները հաշտ չեն այս արձանագրման հետ, պարզ հաշվարկ են անում, մի քանի տեղ աշխատողներին մի քանի բժիշկ են հաշվում եւ հանրագումարը խաբուսիկ է դառնում։ Մասնագետների պակաս, բացարձակ պակաս, տեղից էլ ունենք, մարզային առողջապահությունում խնդիրներ ունենք, արդեն այստեղ էլ ունենք։ Դա կբերի մեր ազգաբնակչության առողջության հետ կապված խնդիրներին։ Եվ եւս մեկ վիճակագրություն բժշկական մայրբուհը Հերացու անվան համալսարանը 2023 թվականին ավարտել են ավելի քիչ շրջանավարտներ, քան մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ընդ որում այնպես չէ, թե սա աննախադեպ երևույթ է։ 2011-ին եւս այսպիսին է եղել պատկերը։ Ավելին այդ տարում թվերի տարբերությունն էական է եղել՝ 829-377-ի նկատմամբ, արդեն 23-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-592-ի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել են 16059 ուսանող, նրանցից գրեթե 9030-ը պետական բժշկականում, 7030-ը մասնավորում։ Դրանից մի քանի տարի առաջ անընդհատ բախվում էինք այդ խնդրին, որ արտասահմանից անընդհատ ստանում էինք Հայաստանում ստացված դիպլոմների հավաստիության մասին տեղեկանքներ, որ պետությունը պիտի տար։ Եվ պարզվում էր, որ շատ մասնավոր ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ ուղղակի մատերի արանքով են նայում, իսկ պետությունը ժամանակ առ ժամանակ էր ընդամենը հետևում։ Արդյոք նրանք բավարարում են այդ չափանիշներին։ Ու մինչև քննարկումների առանցքում մնա բժիշկների ոլորտից հեռացումը, հիշենք նաև, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիր, Արագածոտն եւ Կոտայք մասնաճյուղերից լաբորատոր բաժինները վերջերս տեղափոխեցին Երևան, ռեֆերենս լաբորատոր կենտրոն, բժիշկներին ազատելով աշխատանքից։ Ուրեմն էլ ինչն է զարմանալի։ Ու թերևս էլ չխոսենք այն մասին, որ բժիշկների նկատմամբ բռնի ուժի կիրառումը մեր օրակարգից անպակաս է դարձել։ Սուրանկյան վերջին թողարկումներից մեկում անդրադարձել էինք մանկական շաքարային դիաբետ ունեցողների խնդրին, որոնք ամիսներ շարունակ չէին կարողանում պետությունից իրենց հասանելիք անվճար դեղերը ստանալ, քանի որ դրանք վերջացել էին եւ ըստ ծնողների առողջապահության նախարարն ասել էր, որ տենդերը չի կայացել եւ դա է խնդրի առաջացման պատճառը։ Սուրանկյան խմբագրությունը հասնգած ծնողները տեղեկացնում են, որ խնդիրը մեր թողարկումից հետո կարգավորվել է, դեղերը ստացել են։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գոլոյան, Սուրանկյուն։ Խեղված ճակատագրեր էջի շրջանակում անցած շաբաթ դերասանուհի Նարինե Ոսկանյանի նույն ինքը Պաուզանոյի մասնակցությամբ տեսանյութը, ինչպես կանխատեսվում էր հանրության շրջանում, մեծ արձագանք գտավ։ Բնական է, սիրված դերասանուհու պատմությունը չէր կարող չշարժել մարդկանց գոթը, ու եթե հաշվի ենք առնում նաև փաստը, որ հիմա էկրաններին կոլորիտային նման կերպարների լուրջ պակաս կա, այլ կերպ չէր կարող լինել։ Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ երկրորդ այցելության ընթացքում Նարինեն մեր նկարանող խմբին ժմպիտը դեմքին է դիմավորել։ Ասել է, որ լավ տրամադրություն ունի, որովհետև ցավերը փոքր-ինչ մեղմացել են։ Եթե հիշում եք, պատմել ենք, որ Նարինեի սիրտը 4 անգամ ստենտավորել են, նա ունի ողնաշարի ջողվածք, շաքարային դիաբետ, ոտքերի վարիկոզ։ Իսկ մենք դատարկաձեռն չէինք գնացել։ Ազդված դերասանուհու պատմությունից մեզ հետ համագործակցող անհատներն ու կազմակերպությունները նրան ոչ միայն անհրաժեշտ դեղամիջոցներ, սնունդ, տնտեսական ապրանքներ, հիգիենայի պարագաներ, տեխնիկա էին ուղարկել, այլև դրամական մեծ օգնություն, որը դերասանուհու խոսքով մի քանի ամիս կբավականացնի։ Դրամական փոխանցումներ են եղել նաև նրա բանկային քարտին, որով Նարինեն արդեն մարել է դեղատան պարտքերը։ Իսկ հիմա ուշադրություն։ Մեր տեսանյութից անմիջապես հետո Նարինեն ստացել է իր համար ամենաբաղձալին հեռուստատեսային նախագծին մասնակցելու առաջարկ։ Շուտով նոր սիթկոմում է նկարահանվելու։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Հավատում էին եւ տրվեց» տեսանյութը։
Մեր այս այցին Նարինեն անհամեմատ ավելի լավ էր, ժպիտը դեմքին դիմավորեց մեզ, եւ տրամադրությունն էր փոխվել եւ ինքնազգացողությունը։ Այս օրերին հասցրել էր բժշկի ցուցումով մի քանի ներարկում ստանալ, որից հետո առողջական վիճակը փոքրինչ բարելավվել էր։ Ոտքիս վիճակը համեմատաբար լավ է, առաջ մինչև ստեղ էր այս ամեն ինչը, կարմիրը տեսել եք։ Հիմա իջել է այսքան տեղնա մնացել։ Դերասանուհու մասին պատմող տեսանյութից հետո զանգերը չէին դադարում, կարեկից մարդիկ փորձում էին օգնել ինչով կարող են։ Արձագանքներն էլ շատ արագ էին, շատ շնորհակալ եմ, որտեղ հեռուստատեսությամբ ետեր գնալուց հետո սկսեց հաշվի համարին գումարներ նստել։ Արագ արձագանքեցին նաև մեր գործընկերները, որ ժամերի ընթացքում համախմբվեցին ու մեր նկարահանող խմբի հետ այցելեցին Նարինեին աջակցություն ու զորակցություն հայտնելու։ Գիտեք ինձ զգացողությունը, որ դու մենակ չես, դու նեղության մեջ ես, բայց մարդիկ քո մեջքիդ կանգնած են դեռ հրաշալի զգացողություն է, զգացողությունը թող բոլորը ունենան։ Առաջինը տեղ հասցրինք ու լուծեցինք այդքան անհրաժեշտ դեղամիջոցների պակասությունը։ Այս հարցում օգնության հասավ մեր գործընկեր Arix Group-ը։ Նարինե ջան, տեղեկանալով ձեր խնդրին, Arix Group-ը որոշեց ձեզ բերել դեղորայք եւ անհրաժեշտ իրեր։ Կարող եք բացել եւ տեսնել։ Շնորհակալություն Arix Group-ին։ Հա, պրոստը ես ձեզ վստահում եմ, բայց բացեմ նայեմ իմ տեղերս է, թե կարող եմ հարևան տեղերն եք բերել, ինչ իմանամ։ Որ ես իշխե պլոմբել եմ։ Օ, ես շատ անհրաժեշտ տեղեր են ու թանկ տեղեր են։ Ամենաթանկ տեղս էս է, շնորհակալություն Arix Group-ին։ Իմ սիրտս ուրախ է դրա համար, որ Նարինեի տեղերը հասան։ Ինքը արդեն օգտագործել եւ իրան լավ կգա։ Անհրաժեշտ դեղորայքի մյուս չափաբաժինն էլ շտապեց լրացնել շուկայում առաջատար Alpha Farm դեղատնային ցանցը, որն արդեն 28 տարի բոլորիս առողջության վստահելի գործընկերն է։ Ամենաանհրաժեշտը դա Xarelton է, որը արժի 24000 դրամ։ Ինքը ինձ միշտ անհրաժեշտ, բայց ես հիմա 2 ամսվա ունեմ արդեն, ստացել եմ։ Բոլոր տեղերից էլ 2 ամսվա ունեմ, շնորհակալություն բոլոր այդ տեղատնների ցանցերին, որոնք ինձ օգնեցին, տակդիրները մամայիս օգնեցին։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունը եւս, որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է, տեղեկանալով սիրված դերասանուհու խնդրի մասին, շտապեց օգնության ձեռք մեկնել։ Էկոկոմֆորտ ընկերությունը լսելով ձեր պատմության մասին, որոշեց օգնել ձեզ գումարով։ Ցանկանում ենք ձեզ առողջություն։ Շնորհակալություն Էկոկոմֆորտին, շատ շնորհակալ եմ, ծանոթ եմ Էկոկոմֆորտին։ Տիգրանին էլ անձամբ ճանաչում եմ, կբարևեք, կասեք շատ շնորհակալություն։ Իսկ հա մեր մյուս գործընկերը լավնասառեցված մսամթերքներ գրող ընկերությունը իր մեծաքանակ արտադրատեսակներով հոգած ընտանիքի առողջ ծննդի երկարատև պաշարը։ Մսեղենի հարուստ տեսականին Նարինեի պատրաստելու հոգսը դեռ երկար կթեթևացնի։ Լավնա մսամթերք ներմուծող ընկերության տնօրինության կողմից բերել ենք մեր տեսականուց մի փոքր օգնություն ձեզ։ Ցանկանում ենք ձեզ առողջություն եւ նորանոր բեմեր։ Շնորհակալություն Մարտին ջան, կրնամ նայեմ։ Իհարկե կարող, ձեր համար եք ամբողջը։ Ախորժելի է։ Երեխեք չեմ կասկածի, որ այս ընդիր մսամթերքը դիվատ նեղնի, որը սարել։ Գիշերը կուդեմ կզանգեմ, համար կթողնես Մարտին ջան։ Ես է բացեմ էլի։ Օ, կալպասիկներ։ Շատ շնորհակալ եմ Մարտին ջան, ես հոդից արդեն կզգամ, որ ինքը շատ հմով է, ես հենց կերակ զանգեմ կասեմ։ Մայր ու դուստր նաև սմարթֆոններ նվեր ստացան Mobile Center խանութի տնօրինությունից, հեռախոսները նույնպես սպասված էին։ Նայնե ջան, ձեզ համար եւս մեկ անակնկալ ունենք, մեր գործընկեր Mobile Center-ը հեռախոսներ է ուղարկել ձեր եւ ձեր մայրիկի համար, բարով վայելեք։ Շնորհակալություն, կրնամ նայեմ ինչ հեռախոս է։ Օ, Nokia, երկուսն էլ նույնն է։ Այո։ Առաջի հեռախոսս Nokia-ա եղել։ Ու երկար ժամանակ Nokia եմ բռնել։ Շատ շնորհակալություն Mobile կենտրոնին,
Կենցաղային միջոցների հարցն էլ հոգած Էջմիածնի PC Electronics խանութների ցանցը։ Ընտանիքին փոշեկուլ ու թեյնիկ էին ուղարկել։ Իջևանի գին ու կոնյակի գործարանն էլ Ոսկանյանների համեղ սննդի պաշարը լրացրեց։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմքը շոյող պահածոների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Armat Food ընկերությունը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, հոգալով թե համի, թե որակի մասին։ Թե ինձ, թե մամայիս երկար ժամանակ յոլա կտանիմ։ Իհարկե հարևաններիս էլ բաժին կհասնի, այդքանը հո ես չեմ կարող, վայ բալխա։ Այնքան եք բերել տնաժեններ։ Առողջ ծննդի հարցն էլ շտապեց հոգալ Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որն իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցեց նաև ֆինանսապես։ Շնորհակալ եմ բոլոր ֆինանսապես օգնողներին, շնորհակալություն իրանց, շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, ով որ այսօր ինձ օգնեց, աջակցեց, ճիշտն ասած սպասածիցս ավելին էր։ Սպասածիցս ավելին էր, սպասածիցս բարի էր, մարդկային էր, բոլորից շատ սիրում եմ, բոլորից շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ինձ, որ այսօր առողջ եմ, կարող եմ նորմալ խոսալ, ոչ թե անցյալ անգամվա պես, որ դողտակություն, ջերմություն։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Sunfood ընկերությունը, որն ուղարկել էր իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել ընտանիքին։ Չենք մոռացել նաև ժպիտ եւ երջանկություն ապարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը, որն ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Ընկերությունն այս ամենից զատ նաև ֆինանսապես աջակցեց դերասանուհուն։ Մի դրամնել, օգնություն մի դրամնել, դա արդեն իր խոսքը ասում է։ Շատ շնորհակալություն ձեզ սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, որ շատ արագ արձագանքեցիք եւ սկսեցիք, ես համոզված եմ, որ դա շարունակվելու է, շարունակական է։ Տնտեսական ապրանքների մի մեծ խմբականակ էլ Ոսկանյաններին ուղարկել էր Aroma Lux ընկերությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր աշխատանք դառնում է ավելի հեշտ ու հաճելի։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովեց Edit Print ընկերությունը։ Բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր էին ուղարկել դերասանուհուն, հաշվի առնելով նրա նախասիրություններն ու ընթերցասեր տեսակը։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Սերոփից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Ամեն բան ապահով տեղ հասցրինք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերության շնորհիվ։ Մեր հաղորդումից ժամեր անց Նարինեն բազում արձագանքներ է ստացել տարբեր անհատներից, ովքեր դերասանուհուն աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Դրամական մեծ փոխանցումներ են եղել նրա բանկային քարտին, որով Նարինեն դեղատան պարտքերն է հասցրել մարել։ Առավոտ շուտ տեղական պարտքն եմ մարել։ Սիրտը սկսած ժամը 7-ից 10-ից զարթնել եմ, կյանքում այդ ժամին ինձ հայատում չեն տեսել։ Զարթնել եմ, հագնվել եմ, գնացել եմ ապտեք, որ ապտեկայի պարտքը փակեմ։ Իսկ հիմա ամենագլխավորը, մեր եթերից անմիջապես հետո Նարինեն ստացել է իր համար ամենաբաղձալին։ Երկարատև դադարից հետո հեռուստատեսային նախագծում խաղալու իր առաջին առաջարկը։ Շուտով նոր սիթքոմում է նկարահանվելու։ Ցանկեց ռեժիսորը սիթկոմի, ասեց, որ սիթկոմ է առաջարկում, ես նախորդ իրանց զգուշացրեցի։ Վահե ջան, ես երկար չեմ կարող քայլել, 100 մետրից ավել չեմ կարող քայլել, վազել ընդհանրապես չեմ կարող, ասեց նստած դերը բերտ ես խաղալու, բանդում ես լինելու, նստած դերեն առաջան, ասի ուրեմն 24 ժամ կարող ես ինձ զբաղեցնել։ Այնպես որ ստացա առաջին առաջարկը Վահեից, շատ ուրախացա։ Հիմա պատրաստվում եմ մայիսի 15-ից հետո գնալ նկարանումների։ Շնորհակալություն։ Ձեր ո՞րը խերով էր իմ կյանք։ Դե, ինչպես ասում են, ամեն բանի վերջ մի նոր բանի սկիզբ է։ Այդ նոր սկիզբը Նարինեի կյանք եկավ կրկին հեռուստաէկրաններին հայտնվելու երազանքի իրականացման շնորհիվ։ Դերասանուհին չնայած առողջական խնդիրներին չէր դադարում ամեն Աստծո օր աղոթել։ Բարձրյալը ի վերջո լսեց նրա աղոթքները։ Տեր Աստված, ես գիտեի, ես ոչ թե գիտեի, համոզված էի, որ դու նորից օգնության ձեռք կբերես, որտեվ ամբողջ կյանքս դու ես ինձի պահե ու օգնե։ Շնորհակալ եմ, փառք շատ Տեր Աստված։
Մեր գործընկերների, սրտացավ ու կարեկից հեռուստադիտողների շնորհիվ կարողացանք ապահովել Նարինեի կես տարվա բուժման ծախսերը։ Ես իմ հանդիսատեսին պաշտում եմ, ես ապրում եմ ձեր համար, ես ուզում եմ առողջ լինել, որ ես լիքը ձեզ դեռ տալու ժպիտներ ունեմ, լիքը ձեզ ասելու տալու բան ունեմ, առողջ լինեմ, որ ձեր կողքը միշտ մնամ, ձեզի խնդրծնեմ, այն մե ժպիտն է որ կտեսնիմ ես ձեր թեմքին, որ անցորդ կողքիցս կասի թակուն ժպտակը, կսեմ մի թակուն ժպտա բարև։ Կարողացանք նրան լսելի դարձնել ու կրկին ժպիտ պարգևել, որն ամենաբարդն էր, չէ՞ որ տարիներ շարունակ հենց ինքն է կապույտ էկրանից մարդկանց այդ ժպիտն ու սերը տվել։ Իսկ այսօր ամենահարմար պահն ու ժամանակն էր այդ սերը վերադարձնելու։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Թողարկմանը երկրորդ հատվածում կներկայացնենք։ Պետք է ամենավերևից ոնց որ բանը չագուճը խփվի ու ասի ընկերներ, ուզում եք ծառ տնկեք, լավ եք անում, բայց ծառ կտրել պետք չի, որպեսզի ծառ տնկեք։ Սարքում են ուղիղ 10 օրից նույն վիճակն է։ Մեղավորը այն մարդը, որ պետքա լուծեր այդ խնդիրը, ի պաշտոն է առաջին հերթին։ Երբեք վերջին անգամ դուք տեսել ճակալուցման աշխատանքներ Երևանում։ Երբ որ դա չես անում, հետո գալիս է փոսը, արդեն փոսալուսման աշխատանք պիտի անես։ Գործառնական առումով ավելի շատ մեղավորություն ունի Վիոլա ջուրը, բայց պատասխանատվության առումով ավելի շատ մեղավորություն ունի Երևանի քաղաքապետարանը։ Օրերս Նոր-Նորքի քաղաքապետարանում տեղի ունեցած երկխոսության մշակույթի բացակայության, ինչպես նաև պաշտոնյաների սեփական տեղն ու դերը չգիտակցելու դասական օրինակ է։ Արդեն տեղյակ եք, թե ինչ ավարտ է ունեցել քաղաքային խնդիրների մասին բլոգերի բարձրաձայնումը։ Վարչական շրջանի ղեկավարի ու նրա ենթականների կողմից նա ծեծի է ենթարկվել։ Տարբեր կալիբրի չինովնիկներ ժամանակն է հասկանան մի պարզ ճշմարտություն։ Պաշտոնը ստանձնելու պահից պետական ու համայնքային ծառայողը կաշկանդված է կատարել մի շարք գործողություններ, անել արտահայտություններ, որոնք կարող էր իրեն թույլ տալ մինչև այդ։ Իսկ երբ պաշտոնյան առաջնորդվում է փողոցի կամ գողական աշխարհի բարքերով, իրեն պահում է խուլիգանի պես ու հետո արդարանում, թե բա տղա եմ, ավելի լավ է այլ զբաղվում գտնի։ Երկե կարևոր է նաև, որ պաշտոնյաների հետ առնչվող քաղաքացի մնա կոռեկտության սահմաններում, գիտակցելով, որ հայոյանքին պետք է պատասխանել ոչ թե հայոյանքով, այլ իրավական գործիքակազմով։ Բռունցքով հարցեր լուծելը մեզ ոչ թե դեպի Եվրոպա, այլ միջնադար կտանի։ Սա պետք է գիտակցեն իշխանավորներն ու իրավապահները եւ օբյեկտիվ ու անաչառ քննությամբ պատասխանատվության ենթարկեն օրինազանցներին անկախ զբաղեցրած դիրքից ու կուսակցական պատկանելությունից։ Որ մայրաքաղաքում խնդիրները շատ են, փաստում են նաև վարորդները։ Քանի մեքենա է ջարդվել մի քանի բահ ասֆալտի սպասող փոսերում ու բաց դիտահորերում։ Քանի վթար է տեղի ունեցել ճանապարհների կահավորման բացակայության պատճառով։ Քանի մեքենա է վնասվել լճեր հիշեցնող թունելներում։ Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց քաղաքային իշխանությունները ոչ միայն դրանք չեն տեսնում, այլև խնդիրների մասին լսելով արդարացումներ են փնտրում։ Օրինակ ինչ կապ ունի կլիմայական փոփոխություններով պայմանավորված անձրևների քանակի ավելացումը Երևանի թեթև իջված ունեցող փողոցներում ջրի կուտակման հետ, եթե հեղեղատարները չեն գործում։ Ինչու են քանդում ասֆալտն ու օրերով չեն ասֆալտապատում, նաև մարդաբոյ փոսերի մոտ ճանապարհային նշաններ չեն տեղադրում։ Լավի ու վատի միջև ընտրություն է պետք կատարել նաև մայթերի նորոգման հարցում։ Նախ անհասկանալի է, թե ինչու են քանդում ոչ վաղանցյալում ասֆալտապատված մայթերը ու նույն տեղում տոմետներ տեղադրում։ Մյուս կողմից փաստերը վկայում են, որ տեղադրված տոմետները մեծանասամբ անորակ են, ու եթե տարին մեկ նույն մայթերը պետք է քանդվեն եւ հին տոմետները նորերով փոխարինվեն, ապա սա ոչ այլ ինչ է, քան քաղաքային բյուջեի մսխում։ Ճանապարհների եզրակայերի մասին էլ չեմ խոսում։ Բլոգեր, ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է նման խնդիրների մասին եւ ոչ միայն, հաճախ սեփական միջոցներով նշաններ է տեղադրում, ներկում, մաքրում ու բարեկարգում։ Նա է սուր թեմայի այսօրվա հյուրը։ Ստից մտից սարքում են ուղիղ 10 օրից նույն վիճակն է։ Հորդառատ անձրևներից հետո ամեն անգամ մայրաքաղաքի փողոցները գետերի են վերածվում, թունելները լճերի։ Ով է մեղավոր եւ ինչպես լուծել խնդիրը։ Կարծում եմ ցանկացած խնդրի համար մեղավորը այն մարդը, որ պետքա լուծեր այդ խնդիրը, ի պաշտոն է առաջին հերթին։ Հորդառատ անձրևների ժամանակ առաջացող լճերը բացառություն չեն։ Մեղավոր են այն մարդիկ, մի մասը Վիոլա ջուրն է, մի մասը Երևանի քաղաքապետարանն է։ Գործառնական առումով ավելի շատ մեղավորություն ունի Վիոլա ջուրը, բայց պատասխանատվության առումով
ավելի շատ մեղավորություն ունի Երևանի քաղաքապետարանը, որովհետև իրանք ունեն ազդեցության լծակներ Վիոլա ջրի վրա եւ ստուգողական լծակներ Վիոլա ջրի վրա, եւ բացի դրանից մարդիկ չեն ընտրել Վիոլա ջրի ղեկավարությանը, այլ ընտրել են Երևանի քաղաքապետարանին ու քաղաքի ցանկացած խնդիր մարդիկ իրավունք ունեն պահանջելու Երևանի քաղաքապետարանից։ Առաջին բանը, որ բոլորիս աչքը տեսնում է, ցանցատիպ դիտահորերը լծված են կամ ասենք հողը մաքրում են իր մեջից կողքը լցնում ու շաբաթներով չեն տանում, նորից հետ է լցվում մեջը։ Երբ որ այդ խնդիրը տենում ես ու հետո լսում ես ինչ որ հեքիաթներ sense ասած, որ մեր համակարգը ամբողջությամբ խողովակաշարը, չգիտեմ, ԽՍՀՄ-ից ժառանգած, նախկիններից ժառանգած, այդ ամբողջ պատմությունը կարող էր մի քիչ ընկալելի լիներ, երբ որ դու տենայից գոնե այդ հեղեղատարերը այդ մաքուր են, չգիտեմ, առնվազն այդ հատվածում ջուրը քաշում է ու հասկանանք, որ խնդիրը գոնե դրանից հետո է, բայց երբ որ հենց այստեղ խնդիրը դուք չեք լուծում ու պատմում եք մի հատ մեծ պատմություն, թե ինչու անհնար է օրինակ X կամուրջի տակ կամ էստակադայի տակ ապահովել ջրահեռացում, դա կներեք միայն կարելի է որակել որպես հեքիաթ։ Շատ ավելի այցանցյալ լուծումներ կան դրան, օրինակ քաղաքում կանաչ հատվածները շատացնել, հողային հատվածները գրունտային, որպեսզի այդ ջուրը չգնա ասֆալտ ու բնականաբար երբ որ ջուրը հասնում է արդեն ասֆալտին, ինքը գնալու է այնքան ժամանակ, մինչև մի հատ դիտահոր գտնի ու լսվի այդ դիտահորը, բայց հեղեղատար դիտահորը, բայց երբ որ դու կանաչ հատվածները շատացնես, առնվազն մայթի հատվածի ջուրը չի գնա լցվի ասֆալտ, ու կլցվի կանաչ զոնա։ Քաղաքացիները դժգոհում են անձրևների պատճառով ճանապարհներին առաջացած փոսերից, քանդված ջարդված դիտահորերից։ Դժգոհությունը տեղին է։ Երբեք վերջին անգամ դուք տեսել ճաքալցման աշխատանքներ Երևանում։ Ես առնվազն մի 3 տարի է իմ ուշադրությունը չի գրավել որևէ ճաքալցման աշխատանք։ Երբ որ դա չես անում, հետո գալիս է փոսը, արդեն փոսալցման աշխատանք պիտի անես։ Երբ որ փոսալցումը ես թերանում, գալիս է ամբողջությամբ ճանապարհ վերանորոգելու հարցը։ Ու այդ մի սովորական ճաքալցումը, որ օրինակ բյուջեի վրա ամբողջ Երևանի մասշտաբով կարար նստեր 50 միլիոն դրամ, ենթադրենք, ընդամենը մի քանի ամիս հետո ձմռանը կամ արդեն գարնանը, երբ որ ձյունը հալում է, պարզվում է տակը այդքան էլ լավ բարվոք վիճակ չի, այդ 50 միլիոնը կարա 500 միլիոն կամ գուցե միլիարդից ավել գումար նստի մեր բյուջեի վրա։ Այդ ամենապրիմիտիվ բանը ասեցի։ Իսկ մնացածը ինչ պետք է անել։ Պետք է փոսերը գոնե ճիշտ վերանորոգել, գոնե քանդել այդ տակը լավ մաքրել։ Ես տեսել եմ քանդում են այդ տակի փոշինսկի բան չեն անում։ Մի հատ փոշու շերտից, բանի շերտի վրից ասենց ավելը վերցրած մի քանի հատ մազութի շերտով բան են անում բիտումի ու նոր ասֆալտում։ Երևանի փողոցներում արված գծանշումները մի քանի ամիս անց չեն երևում, բայց նաև կան փողոցներ, որտեղ դրանք արվում են թերմոպլաստիկով եւ տարիներով թարմացման կարիք չեն ունենում։ Կա գծանշման ստանդարտ եւ ինչու չեն բոլոր փողոցները գծանշվում թերմոպլաստիկով։ Այս քաղաքային իշխանությունը վերջերս մի քանի նոր վերանորոգված փողոցներում, օրինակ Միասնիկյանում, օրինակ Բաղյան փողոցում, արել են այդ թերմոպլաստով գծանշում շատ որակին։ Մի տարի արդեն գրեթե մի տարի անցել է, ոչ մի հատ քանդված, կարող է մի երկու տեղ քերված կամ քանդված հատված լինի, բայց ամբողջությամբ գծերը երևում է։ Բայց նույն լոգիկայով, ասենք նոր-նորքի ամենագլխավոր փողոցը դա Գայ Պողոտանն է, բոլորս գիտենք, Գայ Պողոտայում ինչ որ բանը կրոսվորդա նկարած, որ բանի ասենք թոթովենցի հետ խաշմերիկում չես իմանում, դու պետքա երկու հատ բանը գծանշումը հոց, դու աջ կողմում պետքա գնաս, որպեսզի ձախանես, ձախնա քոնը, աշնա քոնը, մի խոսքով այտենց, բայց իրանք ունեն այդ օրինակը պարզ, որ երբ որ թերմոպլաստով գծանշում ես անում, դա պահպանվում է երկար ժամանակ ու առնվազն առիթ չի լինում, որ մարդիկ դժգոհեն քաղաքային իշխանություններից։ Գոնե դա պիտի մոտիվացիա լիներ, որ բոլոր գծանշումները շրջային ու սկսեն թերմոպլաստով անել։ Հիմնավորում են, որ թանկ է դա մի քանի անգամ, բայց երբ որ դու համեմատես բանով, որ սովորական գծանշումը առնվազն 3 անգամ ես անում ու բարոյապես ինչքան վնաս ես տալիս մարդկանց ովքեր ասենք ամիսներ շարունակ այդ փողոցում գծանշում չեն տեսնում ու ստիպված, չգիտեմ, տուգանվում են կամ դժբախտ պատահարի պատճառ է հանդիսանում, երբ որ գծանշումը չկա, այդ ամեն ինչը չեն դնում կշեռքի մյուս կողմը ու հասկանան, որ թանկը իրականում այդքան էլ տենց չի էլի, իրականում ճիշտ է մի անգամ լավ անել, քան 10 անգամ վատ։ Մայրաքաղաքի մայթերից քանդում են ասֆալտն ու դրանք սալիկապատում։ Տեղադրված տոմետների մի մասը 1 տարի անց փշրվում է։ Որն է ձեռնտու՝ բազալտով սալիկապատելը կամ ասֆալտապատելը, թե տոմետներ տեղադրելը։
Ասֆալտապատելը ինչի համար չի ձեռնտու, որովհետև նույն տոմետը բան այդ նույն հեղեղների ժամանակ տոմետը ինչ որ չափով ջուր ներծծում է, իր տակը դե բետոն չկա, հողի շերտի վրա տեղադրված է ու մի ինչ որ չափով ջուր բետոնը քաշում է իր մեջ կամ այդ արանքներով քաշում է հողի տակ, այսինքն ինքը նպաստում է բանին։ Բացի դրանից տոմետից վատ նյութեր չեն արտանետվում միջավայր, օդ ու ոնց որ շնչելուն էլ ավելի օգուտ է, մաքուր օդին ավելի օգուտ է տոմետը, քան ասֆալտը, մանավանդ մայթերի վրա։ Բայց այդտեղ էլ գալիս ենք հաջորդ էլեմենտար խնդրին, որ ինչու լավ տոմետ չի տեղադրվում։ Մենք ունենք շատ մեծ փորձ, սովորական Մաշտոցի պողոտայի տոմետները 1960-ականների տեղադրված են, իրանք 60 տարուց ավել պատմություն ունեն ու մի հատ փշրված տոմետ դուք չեք տեսնի։ Շատ ավելի աբսուրդ էր, երբ որ այդ տոմետները քանդել են ու դրել են այս անվորակ տոմետները, քան սալիկները, քան երբ որ ասֆալտն են քանդել ու դրել այս անվորակ սալիկները։ Բայց մի ուրիշ հարց է, երբ որ կարելի է դա անել բնական քարով ու հավերժ, մանավանդ բազալտը մեր երկրում շատ մատչելի քար է ու ինքը շատ որակով է, շատ կարծր քար է, գումարային առումով դե բնականաբար բազալտը թանկ է, բայց երբ որ էլի համեմատության մեջ ես դնում, որ ոնց է քանդվում տոմետը ու ներկայիս տեղադրված տոմետները ինչքան տարին մեկ պետք է փոխել, կարծում ավելի ձեռնտու կլինի բազալտ դնելը։ Ավելի լավ է բարեկարգման ծրագրի մեջ 3 փողոցի փոխարեն ընդգրկել մի հատ փողոց, անել բազալտով, իմանալ, որ վերջ, սա հավերժ արեցինք։ Երբ որ դու 3-ից մեկը փոխես բազալտ չարես, այն երկուսը երբ որ բողոքեն, կարաս ասես, տեսեք ինչ լավ բան ենք անում, ուղղակի բյուջեն սրան է էլի հերիքում։ Մյուս տարի ձերը կանենք, մյուս տարի ձերը կանենք, ու միջև հասնես այնտեղ սա քանդված չի լինելու, սա սկսի քեզանից բողոքել էլի։ Երևանի քաղաքապետարանը հատում է հաստավուն ծառերն ու նոր ծառեր տնկում։ Հատվող բոլոր ծառերն են ոչ կենսունակ։ Պետք է ամենավերևից ոնց որ բանը չագուճը խփվի ու ասվի ընկերներ, ուզում եք ծառ տնկեք, լավ եք անում, բայց ծառ կտրել պետք չի, որպեսզի ծառ տնկես էլի։ Ինչ է նշանակում մենք այս ծառերը կտրում ենք, որովհետև հեսա ծառ ենք տնկելու ու դրանով արդարացնել եղած ծառը կտրելը։ Ձեր տնկած 100 հատ փոքր ծառը, նույնիսկ 10 տարեկան կամ 7 տարեկան, որ շեշտում եք, ընդամենը 10 տարի հետո 100 հատը հազիվ են մի հատ մեծ ծառի թթվածինն է տալու, որը դուք կտա։ Մի հատ նայեք այն մեծ ծառերին, մեծ ծառի sense ճյուղով մանրացեք, գնացեք մի հատ փոքր ճյուղի, հենց այդքան է իրանց մի հատ տնկած ծառի ամբողջ սաղարթը, այսինքն նայեք քանի հատ այդ փոքր ծառի սաղարթ կա։ Ու բանն էլ սովորական հաշվարկ է, էլի ինչքան տերևները կան այդ զանգվածը մեծ, այդքան մեծ շատ թթվածին է արտադրում բույսը։ Դրա համար աբսուրդ է էլի ծառ կտրել, ասել որ ծառ ենք տնկում։ Կհանդիպենք քիչ անց։ Բույնը ընկնում է ներքև, ինչի հետևանքով Արագիլի ձագերը սատկում են։ Ձագերը կան մեջը։ Երևանը ձեր քաղաքների հետ մի շփոթեք։ Ստեղ մոտոցիկլավարների նկատմամբ շատ լուրջ հարգանք չեն տածում։ Գիտեք ինչու լուրջ վնասվածքներ չեն ստացել, թեև մեքենան կողաշրջվել է, որովհետև ամրակապված են եղել։ Չէ, չի փոխվի։ Տրանսպորտի են սպասել, այն էլ տրանսպորտի փոխարեն փորձանքն է եկել սրա տեսքով։ Էս էլ իրա մեքենան էր, կանգնեցրել էր ու փորձել էր ինչ-որ բանի համար փողոցը կտրել, այն էլ սեփական կյանքի թելը կտրեց։ Խեղճ մարդու նույն։ Երկու եղբայրներ փորձել են այս տիկնոջ նկատմամբ բռնություն կիրառել, սակայն նրա այդ եղած տղամարդը հանձն է առել վերջինի պաշտպանությունը։ Մարդ եկել է քեզ փրկելու, դու ասում ուզում ես սպանի։ Առեղծված բառին, հատկապես մեր ժամանակներում շատերը մեծ վերապահումով են մոտենում։ Ու դա հասկանալի է։ Տարատեսակ տեխնոլոգիաներով հարուստ այս դարաշրջանում ինչ առեղծված։ Կար ժամանակում ամեն ինչ բացահայտվում, ջրի երես է դուրս գալիս։ Այնինչ տեղի ունեցավ Երևանի Արցախի փողոցի 3-րդ նրբանցքում, նույնիսկ ամեն բան տեսած ու լսած Շամշյանին է զարմացրել։ Պատկերացրեք, պետական պահպանության ծառայության 2 աշխատակից ծառավոտ կանող պարտականությունները կատարելիս հարևանությամբ հոսող ջրատարից ձայներ են լսում։ Շտապում են այդ ուղությամբ ու ինչ տեսնում։ Ջրի մեջ կին ու տղամարդ։ Վտանգելով իրենց կյանքը կնոջը մի կերպ դուրս են բերում ջրից, իսկ տղամարդուն ավաղ ջուրը քշմտանում է։ Օրեր շարունակ որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս։ Ամենայն հավանականությամբ տղամարդը մահացել է։ Թեև դատելով կնոջ խոսքերից կարելի է ենթադրել, որ մինչև ջուրը ընկնելն է մահացած եղել։ Բավականին ինտրիգային է, այդպես չէ՞։ Եվ ուրեմն, կնոջ պատմելով, 2 հոգի ցանկացել են իրեն բռնաբարել, բայց իր հետ եղած տղամարդը փորձել է նրան պաշտպանել, սակայն հարվածներ է ստացել ու իր հետ հայտնվել ջրում։ Հրաշքով ողջ մնացած կնոջ պատմածը իրավապահները սկզբում հալած յուղի տեղ չեն ընդունել, սակայն քիչ անց ստացված օպերատիվ տվյալները հակառակի մասին է վկայել։ Այո,
Այդ երկուսը կան ու եղբայրներ են։ Գտնում են նրանց եւ կալանավորում։ Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է նրանց սպասվում կալանավայրում։ Բայց դա չէ էականը։ Էականն այն է, որ իրավապահ համակարգում աշխատում են մարդիկ, որոնք կարող են կյանքը վտանգելով փրկել նեղության մեջ հայտնված քաղաքացիներին։ Իրական հերոսները նրանք են։ Տեսանյութում նաև մի սրտաճմլիկ տեսարան կա, թե ինչպես է Արարատի մարզի Հովթաշատ գյուղում Արագիլը փնտրում ձագերով լի իր բույնը։ Ավաղ, նրանց այլևս ողջ չէր տեսնելու, որովհետև երկու մեքենա այնպիսի արագությամբ էին իրար բախվել, որ նրանցից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց ու տապալել այն էլեկտրասյունը, որի վրա Արագիլը բույն էր շինել։ Սրանից զատ գյուղի գազատար խողովակից արտահոսք էր սկսվել, ու եթե իրավասուները արագ չկանխեին, հետևանքները անկանխատեսելի կլինեին։ Ահա թե ինչերի կարող են հանգեցնել հսկողության վարկենական բացակայությունն ու երթևեկության կանոնների չնչին խախտումը։ Արգելի վարորդներ, շատ բան չենք խնդրում, նաև բավականին ուսանելի օրինակներ ենք բերում, հետն էլ ասում, որ ոչ ոք փորձանքից ապահովագրված չէ։ Էլ ինչ է հարկավոր, որպեսզի գազի սեղմակը չտանջեք ու երթևեկելու ընթացքում մտքերով չընկնեք։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի փորձանքը իր մասին լուր չի տալիս։ Տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, այս ինչ զուլում շաբաթ էր։ Տոմեկ մարդ են դուրս բերում ջրանցքից, մեկ Արագիլի բույնը պահող էլեկտրասյանն են ինչքան ուժ ունեն բախվում, այն խեղճ Արագիլն էլ չէր կարողանում ձագերին գտնել, մեկ մի անհասկանալի տրայեկտորիայով կլխկոնձե են տալիս ու սաղ են մնում, մի խոսքով դրամատիկ իրադարձությունների պակաս չի եղել։ Այս ամենի մասին հերթականությամբ սկսենք Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում կատարվածից։ Առաջ անցնելով ասեմ, որ այս դեպքը մինչև օրս մոտս ծանր ապրումներ է առաջացնում։ Վայ, Արագիլի բունը, ցակեր էլ կան մեջը, վայ։ Լրիվ բիլիարդ էր հիշեցնում։ 42-ամյա Մեյերի Ինֆինիտին ու 31-ամյա Գևորգի Մերսեդեսի բախման հետևանքով վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակելի տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը եւ կոտրել այն։ Մերսեդեսի կողքը նկատեցիք Արագիլի բույնը։ Երբ ինչքան ուժ ունի Մերսեդեսը բախվում է էլեկտրասյանը, բույնը ընկնում է ներքև, ինչի հետևանքով Արագիլի ձագերը սատկում են։ Հիմա տեսնում եք, թե ինչպես է Արագիլը օդում շրջելով իր բույնը ման գալիս։ Լստեն այ ֆրմա, բուննա ման գալին այ։ Վայ, բարի Արագիլ։ Զգում ես, իրա բնին բուննա ման գալի։ Էլ չկա բույնը, բարի Արագիլ։ Այս չար մարդիկ քշում են ոնց ուզում են ու պատուած դառնում ոչ միայն իրենց համար, այլև բարի թռչունների։ Վթարի հետևանքով Մերսեդեսի վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս պարեկներն էլ չգիտեին վթարի հետևանքներով զբաղվեն, թե հետաքրքրասեր քաղաքացիներով։ Չնայած այս դեպքում նրանց չեմ մեղադրում։ Ամեն օր չէ, որ իրենց գյուղում նման պատկեր կտեսնեն։ Հա, գյուղ ասեցի, հիշեցի։ Այդ գյուղը կարող է լուրջ վնասներ կրեր, եթե վթարի հետևանքով վնասված գազատար խողովակի արտահոսքը մասնագետները արագ չդադարեցնեին։ Այսինքն հասկացաք, չէ, ընդամենը վարորդներից մեկի անզգուշության հետևանքով քանի բան տուժեց։ Այ մարդ, այս մոտոցիկլավարներն ու մոտոցիկլետները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Դրա մեղավորներից մեկն էլ Հնդկաստանն է, որտեղից եկած հազարավոր հնդիկներ Երևանը շփոթում են Դելիի, Բոմբեի, Մադրասի, Մումբայի, Բանգալորի, Կալկաթայի եւ նրանց տասնյակ այլ քաղաքների հետ, որտեղ մեծամասամբ մոտոցիկլետներով ու ռիքշաներով են երթևեկում, բայց զգացիք չէ, Հնդկաստանի քանի քաղաք գիտեմ, գնահատեք էլի։ Մի խոսքով, այս մոտորումները ունեցա, երբ զանգողը նշում էր, թե Շամշյան, արի անտառային փողոց, որտեղ հնդիկները մոտոյով բախվել են ամերիկացիների արդեն չսիրելի դարձած Տեսլայի հետ։ Տո ոնց չէր եղել այ ախպեր, նախ սխալվել էին ասելով, թե Հնդկաստանի քաղաքացիներ են, ես էլ այդքան քաղաք թվարկեցի, իրականում մոտոյով երկու պարսիկ են եղել, ու երրորդ մոտոցիկլավարը եւ նրա ուղևորը տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվեցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Պարսիկ քնդի եղբայրներ, Երևանը ձեր քաղաքների հետ մի շփոթեք։ Ստեղ մոտոցիկլավարների նկատմամբ շատ լուրջ հարգանք չեն տածում, հետևաբար չեն զիջում։ Զգույշ եղեք, այդ ձեր տունը շինվի, նրանք ժեշտով են պաշտպանված, դուք ինչով։ Գլուխ գովալը շարունակենք ժողովուրդ ջան, չնայած, որ հիմա տեսնում եք Երևանի Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին Կիայի հետ կատարվածի հետևանքները։ Կասեք Շամշան, դու կարող ես մազոխիստ ես։ Մեքենան գլխկոնձի ա տվել, դու ասում ես գլուխ գովանք։ Լավ, հասկացանք ժողովուրդ ջան։ Մի քիչ համբերություն ունեցեք, հեսա կբացատրեմ թե ինչու, բայց նախ խոսենք ակնհայտ փաստերի մասին։ Չասես բարոյով դեմ ո՞ք չի ու բան գրկի ասի ասում։ Տիկնը փորձում է արդարացնի տեղի ունեցածը։ Ուզում է ապացուցի, որ Կիայի երթևեկելի գոտուց դուրս գալու բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին բախվելու եւ հետիոտնի համար նախատեսված վայրում գլխի վեր շրջվելու պատճառը չգիտեմ ինչն է, բայց ոչ վարորդի մեղքը։ Այ քույրիկ ջան, ձեզո չեն կախելու, որ տենց կպած արդարանում ես, բայց նաեւ գեղեցիկ սերի ներկայացուցիչը մի շատ կարեւոր բան ասեց, որից անկեղծորեն ոգևորվեցի։ Նախ ասեմ, որ վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ի սկզբանե ասեմ, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս պահը հիշեք, հեսա վերադառնալու ենք։ Մինչև հիվանդանոց տանելը վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ եղել է սթափ։ Հիմա ամենակարևորը, գիտեք ինչու լուրջ վնասվածքներ չեն ստացել, թեև մեքենան կողաշրջվել է, որովհետև ամրակապված են եղել։ Հենց ամրակապվելու շնորհիվ էր, որ ներսում գտնվածները դրսում չեն հայտնվել։ Փառքը շատ բարձրալ ջան, որ մեր տասնյակ անգամներ հնչեցրած հորդորներին վարորդը ականջալուր է եղել։ Նայեք ու դաս քաղեք, պարոնայք օրինախախտ վարորդներ։ Չէ, չի փոխվի։ Դեմի բարգեստեր արի ավելի երկար ռեմետ է։ Այ մարդ, սենց բան միայն կինոներում էինք տեսել։ Այն, ինչ տեղի ունեցավ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հարևանությամբ, թեև չենք կարող ներկայացնել կադրերով, սակայն հավատացեք, որ սարսափելի էր։ Ոչ, խոսքը ամենևին էլ այս պատկերի մասին չէ, որտեղ ինչպես տեսնում եք, Մերսեդեսը բախվել է հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրին ու երկաթե էլեկտրասյանը, այլ թե ինչ է նախորդել այս վիճակին։ Այս մայրաքաղաքի էլեկտրիկներն էին նույնիսկ ապշել, թե ինչպես կարող էր Մերսեդեսի վարորդը նման ավերածություններ գործել, բայց եթե իմանային, թե ինչ է նախքան այդ տեղի ունեցել, հիմա լրիվ ապշահար կլինեին։ Ասեմ, որ նախքան այսօրն ընկնելը Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր Մերսեդեսով վրաերթ է ենթարկել 4 հետիոտնի, որոնցից 2-ը եղել են անչափահաս։ Նկարահանումների պահին նրանք արդեն տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Մյուս 2-ը չափահաս են եղել։ Մեկին տեղափոխել էին Երևանի, մյուսին էլ Աստղիկ բժշկական կենտրոններ։ Ինչպես հետո պետք է պարզեի, վիրավորներն ընտանիքի անդամներ են, տատը, մայրն ու նրա տղան եւ աղջիկ երեխաները։ Կանգնած են եղել հետիոտնի համար սահմանված վայրում, տրանսպորտի են սպասել, այն էլ տրանսպորտի փոխարեն փորձանքն է եկել սրա տեսքով։ Վարորդը սթափ է եղել, թե ոչ սթափ, դա կպարզվի նախաքննության ընթացքում։ Իսկ վարորդը, եթե հետո ասի, թե արգելակման համակարգն է խափանվել, կարող եմ հավատալ, որովհետև նենց չի, որ այս մեքենան նոր է։ Եթե ասի, որ արհեստական խոչընդոտ են ստեղծել ու թռել դեպքի վայրից, դա էլ կարող է ընդունեմ, թեև որքան հասկանում եմ, հարևանությամբ կան տեսախցիկներ, շատ ջանք չի պահանջվի այս գործը բացահայտելու ուղղությամբ։ Դու ավելի լավ է աղոթի, որ այդ մարդկանց բան չլինի, թե չէ վիճակը հեչ լավ չի լինելու։ Մի երկու թողարկում վրաերթի դեպք չենք տվել, ահագին ուրախացել ենք, բայց դե հոմեր փառապանց վարորդները չեն թողնի, որ շատ ուրախանանք։
Դրա համար էլ ստիպված ասում եմ, որ վրաերթի մյուս դեպքը, որը ցավոք ողբերգական ավարտ ունեցավ, Չարաբաստիկ Երևան-Սևան Իջևան ճանապարհի 61-րդ կիլոմետրին էր։ Ուշադրություն, վերգետնյա անցման հարևանությամբ, կրկնում եմ, վերգետնյա անցման հարևանությամբ։ Չէ, այս անգամ պիտի ամբողջ ճշմարտությունը ներսիցս դուրս անեմ, որպեսզի հանգստանամ։ Ճիշտ է, մենք առաջնորդվում ենք մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ սկզբունքով, բայց չեմ կարող չասել. «Այ հետիոտ ընջան, այս ինչ արիր դու»։ Ես չեմ հասկանում։ Այդքան բարդ էր ըմբռնելը, որ արագընթաց, կրկնում եմ, արագընթաց ճանապարհ է։ Մեքենաները երթևեկում են մինչև 100 կմ/ժ արագությամբ։ Ինքն էլ օրվա մութ ժամն է։ Ասենք, այդ ինչ դուխով էիր փորձում այս եկած ճանապարհը կտրել, ու բավարար էր հետիոտնը մի հատ էլ քիչ մուգ հագուստ հագած լիներ ու այս վիճակը պատրաստ էր։ Բայց այդ վերգետնա անցումը ինչի համար էր, հարազատ ջան։ Ասացին, որ մահացածը տարիքով էր, էս էլ իրա մեքենան էր, կանգնեցրել էր ու փորձել էր ինչ-որ բանի համար փողոցը կտրել, այն էլ սեփական կյանքի թելը կտրեց։ Այս ամբողջովին արջևի հատվածը ջնջխած մեքենայի վարորդը վրաերթից հետո փախուստի չի դիմել, ահազանգել է շտաբօգնություն, հետո ոստիկանություն։ Սակայն շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը, որ փախուստի չի դիմել ու որ եղել է ստապ, ինչպես հաստատել է փորձաքննությունը, դատարանը հաստատ հաշվի կառնի, բայց եթե պարզվի, որ վարորդը գերազանցել է արագությունը, հեչ լավ չի լինի։ Մի խոսքով, սա եւս մեկ առիթ է հետիոտներին կոչ անելու, որպեսզի պահպանեն անվտանգության կանոնները, իսկ վարորդներին, որ չգերազանցեն թույլատրելի արագությունն ու հատկապես մթին կրկնապատկեն զգոնությունը։ Էնել վերգետնա անցումն է։ Եվ վերջում առեղծվածային մի դեպքի մասին, իրոք առեղծվածային։ Տենց բան վաղուց ոչ տեսել, ոչ լսել ենք։ Եվ ուրեմն առավոտ կանուխ ժամը 6-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան ծառայություն կատարելիս Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից օգնության ձայներ էին լսել։ Եվ վազելով ձայնի ուղղությամբ տեսել էին, որ 2 քաղաքացիներ ջրի մեջ են։ Վազում են նրանց ուղղությամբ ու կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, քաղաքացիներից մեկին դուրս են բերում ջրի միջից, բայց ահա մյուս քաղաքացուն դուրս բերել չի հաջողվում, քանի որ գետը շատ վարար էր ու քաղաքացին սուզվում է ջրի տակ։ Շոր է, էլի, բայց չի երևում։ Բայց սենց երկա պետք է թա, գիտես, չէ։ Չի ճարում։ Քայլի։ Դե ման են գալի, բա ինչ եմ, գիտես եմ չեսը պարա, բայց 8 կիլոմետր ման են գալի խեղճտղերքը։ Հենց այս կինն ու մի տղամարդ են եղել ջրի մեջ։ Այս նկարանումներից ժամեր անց շտաբ բուժօգնության բրիգադը նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Ոտքերի եւ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է ունեցել։ Հիմա ման է գալիս ջրում հետը եղած տղամարդուն։ Պատմում էր, թե ջրի մեջ պատահական չեն հայտնվել եւ որ նրանց իրականում օգնել են։ Շատերին կնոջ պատմածը զառանցանք էր թվում, բայց ես չգիտես ինչու հավատում էի ու թերևս չէի սխալվում։ Իրանք մեքենայով կանգնեցին, ասեցին իջեք։ Ես այս կողմի վրա էի, ինքը այս կողմի։ Իրան խփեցին, հենց իրան խփեցին, ես ինձ գցեցի դեպի գետը։ Բայղուշ մարդ եկել է քեզ փրկելու, դու ասես ուզում ես սպանի։ Պատմում է, որ ինչ որ տենց ավտո բերել են, իր անկերոջը խփել են, ինքը իրան գցել է գետը, ասենց մի բան ապակ։ Ինչպես հետո պետք է պարզվեր, ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզում են այս առեղծվածային դեպքի որոշ հանգամանքներ, որ 2 եղբայրներ փորձել են այս տիկնոջ նկատմամբ բռնություն կիրառել։ Սակայն նրա հետ եղած տղամարդը հանձն է առել վերջինի պաշտպանությունը։ Եղբայրներն էլ նրանց գցել են ջուրը։ Իհարկե,
Այս վարկածը դեռևս պետք է ժամանակային քննություն բռնի, բայց մեր տեղեկություններով իրավապահները հիմա հենց դրանով են առաջնորդվում։ Ավելին, եղբայրներին ձերբակալել են, ու եթե իրոք պարզվի, որ իրենք են այս ամեն ինչի հեղինակը, թող պատրաստվեն բերդերում ջերմ ընդունելության։ Դե գիտեք, բռնաբարության փաստը ինչ կերպ է այնտեղ ընդունվում, իսկ պահպանության երկու ոստիկանների արածը թողօրինակելի վարակիչ լինի մյուս իրավապահների համար։ Ինչ վերաբերում է ջրի մեջ անետ կորած քաղաքացուն, նրան հայտնաբերելուց հետո նոր հնարավոր է դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, թե ինչ հանգամանքներում է նա մահացել, ու մինչև ջրահեղձ լինելը բռնություն, հարվածի հետքեր եղել են նրա մարմնի վրա։ Այսքան կբերեր, բայց։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք մայիսի 11-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայացքին։